Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ առիթ ունեցել է երթևեկել քաղաքային տրանսպորտով, էլ ինչ հասարակական տրանսպորտ առանց բարձր, երբեմն էլ ռաբիս կոչվող երաժշտության։ Հոկտեմբերի 8-ին Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առթիվ մի խումբ երիտասարդներ վարորդներին կոչ էին անում դադարել երթուղայիններում ռաբիս երաժշտություն միացնել։ Փոխարենը նրանց բաժանում էին Կոմիտասի ստեղծագործություններով ձայնագրված խտասկավառակներ։ Ոչ բոլոր վարորդները ցանկություն հայտնեցին խոսել տեսախցիկի առջև, սակայն շատերի կարծիքով երաժշտության ընտրությունը գրեթե միշտ դուր է գալիս ուղևորներին, իսկ բողոքներ հազվադեպ են լինում։ Ոմանք ողջունեցին նախաձեռնությունը, սակայն նպատակահարմար են գտնում Կոմիտաս լսել տանը։ Մերթ ես ինքս լսում եմ, պետք չէ մեքենայի մեջ էդի լսել ու հաճախորդի հետ։ Այսինքն տանը կարելի է, ամեն մեկին դուր չի գալ։ Ես որ երաժշտությունը դնում եմ, իրանց դուրը գալիս է։ Եղել է որ դասական որևէ երաժշտություն միացնեք կամ օրինակ կոմիտասյան երաժշտություն լսում եք։ Ելնում է։ Ես չնայած ձայնագրություն ունեմ, այտենց հանգիստ երաժշտություններ է, էլի։ Ես հայկական։ Հարցման մասնակցած ուղևորներից շատերը ծիծաղելի են համարում երթուղայինում կոմիտաս կամ դասական որևէ ստեղծագործություն լսելը։ Ոմանք ընդհակառակը խրախուսում են դա։ Հաճախ ինչ երաժշտություն եք լսում, ինչ են միացնում։ Հիմնականում ռաբիս։ Դա ձեզ դուր է գալիս։ Չէ։ Ինչ կնախընտրեիք լսել այդտեղ։ Դե ժամանակակից կամ մեր հայ ժողովրդական երգերից։ Ձեզ հաճելի կլիներ, եթե երթուղայինում միացված լիներ դասական երաժշտություն կամ կոմիտասյան։ Նա հաճելի չի լինի։ Ես ոչ է սիրում եմ։ Իհարկե, կլսեի։ Երաժշտությունը այնպիսի բան է, որ չես կարող կողմնորոշվես եւ ասես ով ինչ է սիրում։ Ինչ կոնկրետ դուր է գալիս հայկական երաժշտությունը, ժողովրդական։ Եվ մեր են հինավուրց երգերը, ոնց որ ավելի հոգեհարազատ են։ Հաճախ ինչ է միացված լինում։ Հայկական ու ոչ թե հայկական, այլ տենց շատ հին ու տենց պարային երաժշտություն, հարսանիքներում, որ հնչում է այդ երաժշտությունը։ Արդյոք հաճելի կլիներ, եթե օրինակ հնչեր դասական երաժշտություն կամ Շատ հաճելի կլիներ։ Դասական երաժշտությունը, այսինքն, երբ որ աշխատանքից տուն ես վերադառնում, ավելի հաճելի է, երբ որ հանգիստ երաժշտություն լինի ու դու քո մտքերով գնաս տուն, թե ինչով կարող ես զբաղվել, էլի։ Տենց թե չէ այդ երաժշտության տակ, տենց սպարային, այդքան էլ հաճելի չէ։ Շանսոն հիմնականում։ Այդ են միացնում։ Իսկ առհասարակ հաճելի կլիներ, օրինակ դասական երաժշտություն կամ կոմիտասյան երաժշտություն։ Բա ոնց, կլասիկա, ես ինքս երաժիշտ եմ։ Կլասիկան, դասական դա ուրիշ է, բա ինչ։ Ոչ միշտ է միացրած է եղել, չեմ կարող ստել, որ միշտ միացրած է եղել, իսկ եթե եղել է, շատ հանգիստ երգեր է եղել, որ ասենք մարդկանց էլ է դուր եկել։ Իսկ հաճելի կլիներ ձեզ համար լսել դասական երաժշտություն, կոմիտասյան երաժշտություն։ Չեմ սիրում, ես չեմ սիրում, չգիտեմ։ Սիրում եմ Թաթայի երգերը, Արմեն Ալլոյանի երգերը։ Եթե վարորդը ուզում է լսի, թող շատ հանգիստ նվագ, որ մենք էլ չդժգոհենք։ Ու հաճելի է, որ կլասիկա է լինում, ոչ թե ռաբիս։ Իսկ հաճախ ռաբիս եք լսում։ Ոչ թե հաճախ, այլ միշտ։ Մենք ավելի լավ Կոմիտաս լսենք, Խաչատուրյան լսենք, այդքան լավ Սայաթ Նովա լսենք։